Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես Արմինե Սիմոնյանն եմ եւ տեսակապով այժմ զրույցի եմ հրավիրել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանին։ Բարև ձեզ, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ այս ձևաչափով հարցազրույցից հրավեր ընդունելու համար։ Պարոն Բալասանյան, Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Բալասանյան, խոսելու ենք վերջին 1-2 օրվա զարգացումներից։ Հայաստան է ժամանել բարձրաստիճան Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան փոխնախագահ Վենսը եւ այստեղ տեղի ունեցան հանդիպումներ վարչապետ, նախագահական։ Վենսը այսօր այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի բարձունք։ Երեկվանից հանդիպումներից անմիջապես հետո առ այսօր հստակ վերլուծություններ են իրականացվում։ Նախ ասեմ, իշխանական դաշտից ներկայացնում են, որ սա մի փայլուն հաղթանակ էր Հայաստանի դիվանագիտության հաղթանակ էին ներկայացնում, ինչպես միշտ սիրում են նման հանդիպումները իրենք անվանել պատմական հայոց պատմության բացառիկ էջ։ Գտնում եմ, որ մեծ ներդրումների հոսք է լինելու Միացյալ Նահանգների միջոցով, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ՔՊ-ի անդամները լծվել են այս քարոզչությանը, որ Հայաստանի տնտեսությունը ծաղկելու է եւ Հայաստանում խաղաղություն է տիրելու, խաղաղությունը այլևս իրականություն է։ Ինչ են ասում հակառակ կողմում, պատկերը բոլորովին հակառակն է ցավոք, եւ արձանագրում են բազմաթիվ վերլուծաբաններ, արձանագրում են, որ կատարվեց ոչ թե իշահ Հայաստանի, այս հանդիպումը ոչ թե իշահ Հայաստանի էր եւ հայ ժողովրդի, այլ ՔՊ խմբակի եւ կոնկրետ ասենք Նիկոլ Փաշինյանի, եւ մենք իրականում գործ ունենք թուրքական եւ ադրբեջանական տարբեր ծրագրերի նպատակների իրականացման հետ։ Հիմա նախ պիտի խնդրեմ ձեզ, պարոն Բալասանյան, տաք ընդհանուր գնահատականը, որից հետո մենք առանձին կխոսենք, որովհետեւ այնտեղ եւ կա ատոմակայանի խնդիրը եւ մի քանի հարցեր կան, ընդհուպ մինչեւ լսեցինք, բացահայտվեց փաստորեն, որ թարգմանության լուրջ սխալ է եղել, որը, չգիտեմ, միտումնավոր է արվել աջ կապոցու հետ գործ ունենք, թե պատահականության։ Եվ ուրեմն նախ ընդհանուր ձեր գնահատականը խնդրեմ, պարոն Բալասանյան, եւ կանցնենք առաջ, խնդրեմ, լսում ենք ձեզ։ Այո, Միացյալ Նահանգների փոխնախագահ ժամանեց Հայաստան։ Եթե զուտ վերցնենք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն է ժամանել, այո, դա իրադարձություն է ըստ էության, եւ կարծում եմ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, բայց պետք չի դա դարձնել այսպես 21-րդ դարի անակնկալ։ Քանզի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են եւս, ովքեր ժամանել են Հայաստան։ 2008 թվականին Հիլարի Քլինտոնը ժամանեց Հայաստան, այն ժամանակ պետքարտուղարն էր։ Այսինքն ես չեմ ցանկանում նսեմացնել պարոն Վենսի այցը, բայց դրանից էլ դարձնել դարակազմիկ իրադարձություն եւ այսպես տարածել կարծիքներ, որ վերջ Հայաստանը փրկված է եւ այլն, դա ես համենայն դեպս այդ կարծիքին չեմ։ Բայց մենք եկեք հասկանանք Վենսի բովանդակություն այցի եւ եկեք հասկանանք իսկապես Վենսը ջատագովն է հայ-ամերիկյան հարաբերությունների, թե ուղղակի ասում է խոսքերը, որ պետք է ասի Երևանում, եւ երևի թե նույն խոսքերը պիտի ասի Բաքվում։ Սրա վրա է պետք ուշադրություն դարձնել։ Ես առավոտվանից հետևում եմ, որ վաու, այսպես բանով, Վենսը կնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ։ Այցելել էր։ Պրոտոկոլով նախատեսված է ստեղծության այցելել է, բայց ինչու է այդ այցից ընդամենը կես ժամ կամ 1 ժամ հետո իր միկրոբլոգում ջնջում այդ այցի վերաբերյալ գրառումը։ Այսինքն արդյոք այստեղ մենք գործ ունենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Վենսի, թե մենք գործ ունենք Միացյալ Նահանգների ժամանակ հերթական չինովնիկի հետ, ու ուղղակի իր գործն է անում, բայց միևնույն ժամանակ հաճույք ստանալով այն աղմուկից, որ բարձրացնում են Հայաստանի որոշ շրջանակներ իր այցի հետ կապված։ Բացի այդ, ես վստահ եմ, որ նա այցելելու է Բաքվում, անում է հենց նույն Թուրքիայի, նատոյական Թուրքիայի պատվերը։ Խնդրեմ։
Ես չգիտեմ ու պատվերն է անում Վենսը։ Ես իմ ձեռքի տակ չունեմ այդ տվյալները, ցավոք սրտի, թե ում պատվերով են ջնջել այդ միկրոբլոգում եղած իր գրածը, բայց դա արվել է Բաքու կատարվելիք այցի նախօրեին։ Այսինքն առնվազն Վենսը ունեցել է մտավախություն, որ Բաքվում իրեն հարցեր են տալու սրա հետ կապված, այսինքն հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու հետ կապված։ Ես նաև ուշադրություն հրավիրեցի մեկ այլ հանգամանքի վրա, որ Վենսին անգամ չէր ուղեկցում Թանգարան ինստիտուտի տնօրենը։ Ես էլ չեմ ասում բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Վենսը այդպես միայնակ կնոջ հետ կանգնել էր արմար մոտ, ծաղիկը խոնարհեց եւ գնացին։ Սա Դա ինչ էր նշանակում։ եւս ցուցիչ չէ, սա եւս երկու տարբերակ կամ ինստիտուտի տնօրենը եւ մեր պաշտոնյաները շատ զբաղված են եղել Վենսի այցը կազմակերպելու համար եւ ուշադիր չեն եղել, որ Վենսն է եկել, կամ սա եղել է Վենսի անձնական նախաձեռնությունը, բայց այդ պարագայում էլ ինչու է նա հեռացնում այդ գրառումը, եթե դա իր անձնական նախաձեռնություն։ Այնպես որ Վենսի այցը Հայաստան դեռ մենք ձեր ասած թեմաներին կանդրադառնանք իհարկե, բայց Վենսի այցը Հայաստան հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի հետ կապված ավելի շատ հարցեր առաջացրեց ինձ մոտ, քան տվեց այդ հարցերի պատասխանները։ Ես այստեղ չտեսա ռազմավարական գործընկերության պայմանագրի նախագիծ ստորագրած պետության բարձրաստիճան պաշտոնյայի այց։ Չոր հաշվարկով այց էր սա չինովնիկի, ով առաջ էր քաշում բացարձակապես ամերիկյան շահերը։ Ես դա նորմալ եմ համարում, բայց նորմալ չեմ համարում, երբ փորձում են այդ ամերիկյան շահերի մեջ տեղավորել Հայաստանի Հանրապետության շահերը։ Ես այնտեղ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության շահ չտեսա։ Այո, եւ ավելի շատ կարծես թե այստեղ նպատակը Ամերիկայի շահը լինելով հետեւյալն է՝ դուրս մղել պարզապես տարածաշրջանից մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, եւ հիմա մենք նաեւ կանդրադառնանք Ռուսաստանի արձագանքներին, որտեղից արդեն ասում էին, որ Հայաստանը գնում է ուկրաինացման ճանապարհով, այնինչ արեց Միացյալ Նահանգները Ուկրաինայում, նույն ճանապարհով գնում է Հայաստանը։ Սա իհարկե արդեն ողբերգական կլինի մեր փոքր երկրի եւ մեր ժողովրդի համար, բայց ինչպես ասում են, գանք հերթականությամբ, սկսենք ատոմակայանի հարցից, բոլորս լավ գիտենք, պարոն Բալասանյան, որ ատոմակայանը փակելու հայկական ատոմակայանը փակելու խնդիրը միշտ եղել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերում։ Հիմա, երբ որ առաջ է քաշվում այսպես կոչված ինչ-որ մոդուլային կայանների ստեղծում, որը պարզվում է, ես ինքս էլ եմ այսօր ուսումնասիրել, պարզվում է այդպիսի կայաններ չկան էլ, նույնիսկ արդեն որոշ քաղաքական գործիչներ էլ խոսեցին, հայտարարեցին այդ մասին, որ փորձարկում է ուղակի արվում Հայաստանում առաջին անգամ Միացյալ Նահանգների կողմից չկա մի օրինակ, որ միտեղ մինչև վերջ ասենք պատրաստված ավարտված լինի։ Ինչ ավանտյուրա է այս առումով։ Այն դեպքում, երբ որ Հայաստանի իշխանությունն ասում է էներգետիկ առումով շատ լուրջ այսպես որոշում է կայացվել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, ես կխնդրեմ դուք ներկայացնեք, հա մենք այստեղ ինչի հետ գործ ունենք, փակել են տալիս այս մարդիկ մեր ատոմակայանը, որ ինչ որ մոդուլային կայաններ պատրաստեն, ինչի մասին է խոսքը, խնդրեմ։ Ես այստեղ մի փոքր ուսումնասիրեցի այդ մոդուլային կայանների պատմությունը 70-ական թվականներին Միացյալ Նահանգներում մի հատ այդպես կառուցել էին այդ կայանից եւ նրանից ստացված էլեկտրաէներգիան մոտավորապես 1 կիլովատ է եղել էր $100 կարգի, այսինքն այնքան թանկ էր եղել դրա սպասարկումը եւ ստացված էլեկտրաէներգիա ինքնարժեքը, որ որոշել էին սուսպուս այդ կայանը հետ հավաքել։ Այսինքն դրանից հետո այդ կայանները չեն կառուցվել ոչ միտեղ։ Թղթի վրա միգուցե հաշվարկներով միգուցե, բայց ես այստեղ մի քանի կարևոր կետի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել։ Նախ դա արվում է մեր հաշվին եւ մեր միջոցների հաշվին։ Ոչ մի 9 միլիարդ դոլարի ներդրման մասին խոսք չկա։ Վենսը բառացի ասում է հետեւյալը. մենք թույլատրենք ամերիկյան ընկերություններին 5 միլիարդ դոլարի ներկրում իրականացնել Հայաստան, ներկրում ոչ թե ներդրում։ Այո, Եվ հետո թույլատրենք եւս 4 միլիարդ դոլարի ներկրում իրականացնել Հայաստան։ Այսինքն հայ-ամերիկյան առևտուր է լինելու, որտեղ վաճառողը միայն լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ 9 միլիարդը լինելու է ուղղակի պարտք Հայաստանի համար։ Միգուցե դրա դիմաց Հայաստանը ինչ-որ բան պիտի տա Միացյալ Նահանգները, ես չգիտեմ։ Ես չգիտեմ ինչ են պայմանավորվել այնտեղ եւ ինչ գին
ունի դա, բայց արդեն սարսափելի է, որ մենք մեր ձեռքով մտնում ենք մի մեծ ավանտյուրայի տակ եւ դրա համար էլ մի բան էլ պիտի մենք վճարենք 9 միլիարդ դոլար։ Հաջորդը այդ ատոմակայանի հետ կապված։ Բացի այդ, որ այդ ատոմակայանը ոչ միտեղ չի կառուցվել եւ ոչ ոք չգիտի, թե դա ինչպես է աշխատում առհասարակ, երկու կարևոր հարց։ Ինչպես է Հայաստանը ուրան ներկրելու այդ ատոմակայանի համար, որտեղից է ներկրելու այդ ուրանը։ Եթե զանգվածային ոչնչացման զենքի 1968 թվականի պայմանագրի համաձայն այնտեղ հստակ ֆիքսած է, որ ամեն պետություն չի կարող ուրան ներկրել, արտահանել, որ դրա միայն ընտրյալների գործն է։ Այսօր Ֆրանսիայի նման միջուկային գերտերությունը ընկած ողջ աշխարհով ուրան է մուրում, որպեսզի սեփական ատոմակայանները կարողանա աշխատեցնել։ Հայաստանը որտեղից է այդ ուրանը ներկրելու, որտեղով են բերելու, որ ճանապարհներով են բերելու այդ ուրանը Հայաստան։ Եվ երկրորդ կարևոր հարցը, ինչ է լինելու օգտագործված վառելիքի հետ։ Միացյալ Նահանգները հետ է տանելու այդ վառելիքը, բնավ։ Այդ վառելիքը թաղվելու է Արարատյան դաշտում։ Ես ցանկանում եմ, որպեսզի մեր հայրենակիցները սա շատ լավ իմանան։ Հատկապես Արարատյան դաշտի գյուղերի բնակիչները, ովքեր չգիտես ինչու մինչև հիմա չեն հասկանում իրականում, թե ինչ փորձանք է գալիս առաջին հերթին իհարկե իրենց գլխին։ Եվ բոլորիս, քանզի Հայաստանը ընդամենը 30,000 քառակուսի կիլոմետր տարածք եւ Աստված մի արածի ինչ որ մի հատ վթար, բոլորն են իրենց մաշկի վրա զգալու այդ ամեն ինչը կյանքով են հատուցելու դրա համար։ Հաջորդը, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թողում, որպեսզի, այսինքն ոչ թե չեն թողում, ամեն ինչ անում են, որպեսզի մեծամորե ատոմականը փակվի։ Իսկ Միացյալ Նահանգները Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեհաճությունը կարողանալու է շահել ատոմակայան կառուցելու համար։ Նա կփակեն, դրա փակելը խնդիր չի։ Նորը երբ կկառուցեն եւ ամենից կարևորը կկառուցեն արդյոք, թե ոչ։ Մենք հիշում ենք, որ անգամ մի հատ պղնձաձուլական գործարան Միացյալ Նահանգները չկարողացավ պաշտպանել, երբ Երասխավանում կառուցվեց այդ պղնձաձուլական գործարանը, գրեթե ավարտված էր, ադրբեջանցիները սկսեցին կրակել, վերեցին Ամերիկայի դրոշ կախեցին այդտեղ, իբր թե ադրբեջանցիներին վախեցնում են։ Ադրբեջանցիները ավելի ուժգին սկսեցին կրակել։ Դրանց հետ այդ գործարանը ապալ-թափալ ապամոնտաժեցին, տարան Արարատ քաղաքում կառուցեցին եւ դա համարեցին հաղթանակ։ Եթե անգամ պղնձաձուլական գործարան չի կարողանում պաշտպանել Միացյալ Նահանգները սեփական ներդրումներով կառուցված իրականում, ապա ինչպես է նա կարողանալու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լեզու գտնել ատոմակայան կառուցելու համար Հայաստանում։ Դե ասում են խաղաղություն է Եվ գիտեք, հաստատվելու, այստեղ շատ զարմանալի է։ հարաբերությունները կարգավորվում են, Վենսը խոսում էր, չէ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են, այդ ուղղությամբ իրենք շատ մեծ ջանքեր են գործադրում, այսպիսի բաներ էր ասում։ Այդ առումով Գիտեք, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական մարկերը Բաքվի բանտում գտնվող մեր ռազմագերիներն են։ Եթե Բաքվի բանտերում մեր ռազմագերիները ստանում են ՑՄ ազատազրկում, այդ մահմեդական Զեյաթ ինչ մրցանակաբաշխությունից անմիջապես հետո, խաղաղության մրցանակաբաշխությունից անմիջապես հետո, ապա ինչ խաղաղության մասին է խոսքը։ Արցախում էլ է այսօր խաղաղություն, բայց Արցախում հայ չկա, հաստատի։ Այսինքն դա ինչ գին է, որ պիտի վճարվի եւ առհասարակ չափելի է արդյոք այդ խաղաղություն կոչվածը։ Ինչն ենք մենք համարում խաղաղություն։ Այն որ ադրբեջանցիները 250 քառակուսի կիլոմետր մտած են մեր տարածք եւ դուրս չեն գալիս մեր տարածքից, դա մենք համարում ենք խաղաղություն։ Հարցերը շատ են։ այո։ Եվ Վենսը ես նորից եմ ասում, Վենսը իր այցով ոչ թե տվեց հարցերի պատասխաններ, այլ ավելի շատ հարցեր առաջացրեց։ Ես նաև ցանկանում եմ մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Տեսեք, դուք հիշատակեցիք Ուկրաինան, նշեցիք, որ ուկրաինիզացման հարց է կարող է լինել, Հայաստանը գնա Ուկրաինայի ճանապարհով։ Բայց մենք մոռանում ենք, ինչ եղավ մեր հարևան Վրաստանի հետ։ Եթե մեր որոշ շրջանակներ այդքան ոգևորվել են փոխնախագահ Վենսի այցով, ես ցանկանում եմ հիշեցնել, որ 2005 թվականի մայիսի 9-ին, օրն էլ պատահական չէր ընտրված, մեծ հայրենականի 90-ամյակի օրը, հաղթանակի 90-ամյակի օրը, ուրեմն ժամանում է այնտեղ Վրաստան է ժամանում
Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։ Սա առաջի եւ վերջի այցն էր Ամերիկայի նախագահների առհասարակ պատմության մեջ, որոնք ժամանեցին մեր տարածաշրջան։ Եվ ժամանման ընթացքում Ջորջ Բուշ կրտսերը ասեց, որ Միացյալ Նահանգները եւ Վրաստանը ռազմավարական գործընկերներ են, որ Վրաստանի անվտանգություն, խաղաղություն, չգիտեմ, երկար բարակ տենց գեղեցիկ խոսքեր։ Ոգևորված այս ամենով 2008 թվականին Սաակաշվիլին ավանտյուրա իրականացրեց իր հայտնի ավանտյուրան, եւ ով կանգնեցրեց ռուսական զորքերը Թբիլիսիից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա, Միացյալ Նահանգները ոչ։ Դա կանգնեցրեց Ֆրանսիան, լինելով Եվրոպական միության նախագահող երկիր, ամոթից ըստ էության արևմուտքի դեմքը փրկելու համար գնաց Սաակաշվիլուն, պարտադրեց, որպեսզի վերջինս ընդունի այդ պայմանները։ Այսինքն, գիտեք, Միացյալ Նահանգների հետ բարեկամության մասին խոսող ցանկացած քաղաքական գործիչ ճիշտ կանի կարդա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության պատրիարխ Հենրի Կիսինջերի գրքերը, որտեղ սևը սպիտակով նշված է, որ Միացյալ Նահանգների հետ թշնամություն անելը վտանգավոր է, բարեկամություն անելը մահացու վտանգավոր։ Միացյալ Նահանգները այդ քաղաքականությունն է միշտ տարել, եւ տանում է, եւ տանելու է, եւ ցավոք սրտի, որ մենք 100 տարի հետո էլ նույն սխալներն են կրկնում, եւ հետո մեզ կանգնեցնել են ուղղակի կոտրած տաշտակի առջեւ, նշելով, որ ամերիկյան հածանավերը կամ ամերիկյան ավիակիրները չեն կարող ուղղակի բարձրանալ Արարատը։ Միացյալ Նահանգների եւ առհասարակ բոլորի հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենալ, բայց պետք չի անել մեկը մյուսի հաշվին։ Մենք խոսում ենք Միացյալ Նահանգների հետ ինչ-որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, խորացման եւ այլնի մասին։ 2018 թվականից հետո հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները եւ արտաքին առևտուրը փոխադարձ ապրանքաշրջանառությունը չի անցնում 300 միլիոն դոլար։ Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը այսպես 6 միլիարդ է։ Մենք ունենք ատոմակայան, որի կրկնօրինակը Ռուսաստանը կառուցում է Թուրքիայում, Ակույու ատոմակայանն է, բայց զարմանալիորեն դրա մասին ոչ ոք չի խոսում, նույն Թուրքիայում։ Եթե դա այդքան վատն է, ապա ինչու է Եգիպտոսը պայմանագիր ստորագրում 11 էներգաբլոկ կառուցելու մասին Եգիպտոսի տարածքում, նույն Ռոսատոմի հետ, բայց չգիտես ինչու Միացյալ Նահանգների երդվյալ դաշնակից Եգիպտոսը չի դիմում Միացյալ Նահանգների օգնությանը մոդուլային ատոմակայանների կառուցման հետ կապված։ Հարց է առաջանում ինչու։ Մի պարզ պատճառով, որովհետև ոչ ոք չգիտի, թե դա ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ աղետ կարող է բերել դա այս կամ այն պետության գլխին։ Այո, եւ պարոն Բալասանյան, այստեղ ուզում եմ նաեւ այսօր մեջ բերել, այսօր խոսեց այդ մասին եւ ես ուզում եմ հիմա մեջ բերել մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ասեց, որ ինքը քանի որ տեղեկացված է այդ առաջարկին, չինական առաջարկի մասին ասած, հետեւյալը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մեզ առաջարկել է 2 անգամ ավելի էժան ատոմակայան, 2 անգամ ավելի հզորությամբ, դա կարող եմ ձեզ ասել վստահությամբ, քանի որ հայկական ընկերությունների կողմից բանակցողներից մեկը եղել եմ ես։ Այսինքն չինական կողմից մենք ունեցել ենք նման շատ մեծ համար ձեռնտու տարբերակ մեր ատոմակայանի որակի բարձրացման, շահագործման հետ կապված հիմա կատարվում է իրականում, փաստորեն կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների ձեռքով եւ այս իշխանության իհարկե ձեռքով թուրքական ծրագիրն է իրականացվում։ Ես իմ խոսքում արդեն ասացի, տարիներ շարունակ մենք նաեւ որպես լրագրող, հա, այսպես նյութեր էինք գրում, լուրեր էինք ստանում, որ անընդհատ Թուրքիան մտահոգ է Հայաստանի ատոմակայանի գոյությամբ եւ դա իբր բնապահպանական տարբեր այսպես խնդիրների լույսի տակ էր ներկայացնում նաեւ Ադրբեջանը, բայց իրականում այստեղ կա լուրջ քաղաքական խնդիր եւ Հայաստանը տնտեսական կախվածության մեջ ամբողջությամբ էներգետիկ հիմնականում կախվածության մեջ գցելու Ադրբեջանից ինչ կկատարվի Հայաստանի հետ, եթե դադարի գործել ատոմակայանը, այստեղ կա եւ քաղաքական խնդիր, երևի նաեւ ուզում են ոչ թե երևի այլ դա է ռուսական կողմին ուղղակի դուրս մղել, այստեղ բերել Միացյալ Նահանգների այսպես կոչված մոդուլային այդ կայանները
Եվ իրականում Հայաստանը զրկել էներգիայից։ Հիշենք Արցախում ինչ կատարվեց բլոկադայի շրջանում, երբ կուզեր Ադրբեջանը լույսը կվառեր, երբ կուզեր կանջատեր, չէ։ Եվ հիմա չկա այդ մտավախությունը, որ նույնը կարող է կատարվել մեզ հետ, ամբողջովին մենք կախման մեջ ենք ընկնում էներգետիկ տեսանկյունից երկու թշնամական պետություններից՝ Ադրբեջանից եւ Թուրքիայից, եւ դա կատարվում է Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ Խնդրեմ։ Նախ ես չգիտեմ չինական առաջարկի մասին, անկեղծ ասած, բայց չինական ուրեմն տեխնոլոգիաները դրանք նույն ըստ էության ռուսական տեխնոլոգիաներն են խորհրդային միությունից ժառանգած։ Այս պահին Ռոսատոմը հենց այս պահին պատրաստ է սկսել նոր էներգաբլոկի շինարարությունը, հենց այս պահին։ Եվ իմիջիայլոց ես ասեմ, մեր մեծամորի ատոմակայանի ի պատիվ իրեն, մեծամորի ատոմակայանի միակն է աշխարհում, որ դիմացել է 9 բալ սեյսմիկ այդ ուժգնությամբ երկրաշարժի եւ սեյսմիկ առումով անթերի է ըստ էության։ Եվ այդ նույն տեխնոլոգիաներով պատրաստական են կառուցել նոր էներգաբլոկներ։ Դա արդեն փորձություն անցած եւ ամենակարևորը ռուսական կողմը տանում է այդ օգտագործված վառելիքը, ինչը մեզ համար էկոլոգիական առումով շատ մեծ նշանակություն ունի։ Նաև մենք կարողանում ենք շատ էժան գնով վերցնել այդ վառելիքը, ավելին, մենք այդ վառելիքը չենք էլ գնում, քանզի ռուսական կողմը կառավարելով ատոմականը ինքն է բերում եւ ինքն է տանում այդ վառելիքը, այսինքն մենք այստեղ որևէ խնդիր չունենք։ Բայց մենք աստիճանաբար սկսում ենք խնդիրներ ստեղծել մեզ համար։ Ես հիշեցնեմ այդ ատոմակայանի փակման հարցը երբ առաջ եկավ հիմնական գլոբալ 2017 թվականին։ Երբ Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց համապարփակ եւ համանդրկուն պայմանագիր համագործակցության։ Այնտեղ Եվրոպական միությունը մեծահոգաբար 200 միլիոն եվրո էր տալու, որպեսզի Հայաստանը փակի ատոմակայանը։ Այդ ժամանակվանից սկսած այդ խոսակցությունները սկսվել են եւ դա աստիճանաբար գնալով թափ է հավաքել եւ Թուրքիան ու Ադրբեջանը տեսնելով որ ոչ մի դիմադրություն չկա, իհարկե պիտի պնդեն։ Իհարկե դրա համար ամեն ինչ անելու են իրենք, որպեսզի Հայաստանը էներգետիկ առումով գցեն իրենցից կախվածության մեջ։ Բացի այդ, ես հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանը Թուրքիա էր արտահանում էլեկտրաէներգիա։ Մեր էլեկտրաէներգիայի ավելցուկը այնքան էր, որ մենք եւ Վրաստան եւ Թուրքիա էլեկտրաէներգիա ենք արտահանում։ Բացի այդ, ես ցանկանում եմ հիշեցնել Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության մասին։ Գազատարով Իրանից գազ ստանալու պարագան մեկը կարծեմ 3-ի հարաբերակցությամբ, 2-ի հարաբերակցությամբ մենք հոսանք ենք տալիս Իրանին։ Այսինքն, եթե հայաստանյան էլեկտրական համակարգը միանում է Թուրքիա եւ Ադրբեջան էներգետիկ համակարգին, ինչի մասին բավականին լուրջ դեմքով խոսում են պատասխանատուները, ապա խաթարվում է Իրանի եւ Վրաստանի հետ էներգետիկ համագործակցությունը։ Փաստացի Հայաստանը գերի է ընկնում թուրք-ադրբեջանական կմաճությունների ձեռքը եւ դուք ինչպես նշեցիք, երբ ուզենք միացնել, երբ ուզենք անջատեն։ Իսկ տնտեսական ցուցանիշները կախված են էներգետիկ անվտանգությունից։ Ոչ մի ներդրող այստեղ չի բերելու ներդրումանի, եթե վստահ չլինի, որ էներգետիկ առումով Հայաստանը կարող է իրեն ապահովել այնքան քանակությամբ էլեկտրաէներգիա, ինչքան որ պետք է։ Ես մի բան էլ հիշեցնեմ, ամերիկացիների ձեռքում է գտնվում նաև Որոտան կասկադը, Արփասեվանի այդ Որոտան հատվածը, որը որ հսկայական այդ կասկադ համալիրը կրկին գտնվում է ամերիկացիների ձեռքին։ Ես անձամբ եմ տեսել Սիսիանի էներգիա համակարգի մի շարք վայրերում ամերիկյան դրոշները կախած։ Այնպես որ Սյունիքում էլ են ամերիկացիները արդեն բավականին լուրջ տնտեսական ներկայացվածություն ունեն, բավականին լուրջ։ Սրա մասին բայց չենք խոսում, բայց սա էլ է շատ կարևոր։ Եվ մի հատ կարևոր հանգամանք էլ կա, գիտեք, ամեն ինչ չի որ տնտեսականի վրա պիտի դրվի եւ ամեն ինչ չի որ գումարով է որոշվում։ Քանզի կան որոշումներ, որոնց համար կարող է եւ այսպես ասեմ, սերունդներով պատասխան տալու հնարավորություն լինի, պատճառ լինի, որը որ թույլ տալ իհարկե չի կարելի։ Այս ռոպեական Միացյալ Նահանգների հետ գնալ ինչ-որ պայմանագիր ստորագրել, 3 տարի հետո Թրամփը գնաց, եկավ ուրիշ նախագահ դեմոկրատ։ Ամբողջությամբ փակեց այդ ծրագիրը, ասեց մեզ ձեռնտու չի։ Ատոմակայանի այդ բանը փոսը փորված մնաց, մեծամորի ատոմակայանը փակվեց, Հայաստանը մնաց Սևանի հույսին։ Սկսվեց հովարային անջատումներ կամ Սևանի հաշվին կամ Ադրբեջանի կողմից։ Մենք ինչ ենք անելու։
Եվ որտեղից այդ բանը վստահությունը, որ 80 տարեկան Բայդենը, 80 Թրամփը եւս մի 80 տարի ապրելու է, որպեսզի տեսնի թրիպը ինչ է դարձել, թրիպը ինչպես է իրականացվում։ Եվ հետո մի շատ կարևոր մի բան էլ եմ ցանկանում ասել։ Հայաստանը ներդրումներով ողողել պատրաստվող Վենսը հանկարծ հայտարարում է, որ թրիպի հետ կապված մենք ներդրողներ ենք ման գալիս։ Բայց եթե դուք ներդրում անող եք, դուք ինչ եք ներդրողներ ման գալիս։ Իսկ միգուցե այդ ներդրողը, ասենք օրինակ Սոկար ընկերություն է լինելու ադրբեջանական, կամ թուրքական պետական ընկերություններն են լինելու այդ ներդրողները։ Իսկ միգուցե օպերատորն է լինելու ոչ ամերիկացի։ Ես հիշեցնեմ, որ մոտ 3-4 ամիս առաջ մամուլում տեղեկատվություն էր տարածվում, որ այս թրիպի օպերատորը մեծ հավանականությամբ կարող է լինել Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։ Սա ոչ հերքվեց, ոչ հաստատվեց այս տեղեկատվությունը։ Այսինքն Վենսը համենայն դեպս ինձ համար, որպես Հայաստանի քաղաքացու, անվտանգության երաշխիք չի։ Ինչպես շատերն են փորձում, որ սրանով Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացավ եւ այլն։ 30 տարի Հայաստանի անվտանգության մակարդակը չի իջել։ Հայաստանի անվտանգության մակարդակը իջեցվեց եւ հիմա փորձ է արվում ցույց տալ, թե տեսեք մենք բարձրացնում ենք անվտանգության։ Պետք չէ ձեռ տալ եւ իջեցնել այդ անվտանգության համակարգը, որ հիմա էլ Վենսեր եւ տարբեր պաշտոնյաներ չփորձեն հրավիրել Հայաստան ցույց տալու համար, թե գիտեք, տեսեք Հայաստանը նոր Վասյուկի է դառնում եւ եթե դուք տեսեք մի քանի տարուց Հայաստան ինչ է լինելու։ Եվ սրա հետ կապված ընդդիմությունը պիտի հանդես գա հայտարարությամբ։ Չնայած ընդդիմությունը արդեն նամակով դիմել էր Վենսին նախորդ։ Ես կտեղեկեմ, որ Հայաստան դաշինքն է կարծեմ դիմել։ Հորդորելով հանկարծ չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Իսկ Վենսը փաստորեն այդ հորդորին չի լսում այդ հորդորը եւ երեք ասում է, որ դե քանի որ դիմաց ընտրություններ են, մենք պիտի օգնենք, որպեսզի այս ծրագիրը շարունակվի։ Կներեք, սա ինչ է, եթե ոչ ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Նա չթաքցրեց, պարոն Բալասանյան, հստակ ասեց, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Եթե կա մեր աջակցության կարիք, ասում մենք աջակցում ենք, որպեսզի այդ ծրագրերը այդ համարձակ մարդը իրականացնին, ասում էր նա գովեստի խոսք շռայլեց Փաշինյանի հասցեին, որ նա կարողանում է այդ գործը մինչև վերջ տանել։ Հիմա մենք պետք է հասկանանք այդ գործ ասվածը, որ դրվել է այս մարդու առաջ եւ նա իրականացնում է։ Արդյոք դա փոքր-ինչ բխում է հայ ժողովրդի, հայ պետականության շահերից։ Մինչ առ այսօր փաստերը ցույց են տալիս, որ նա հայկական շահը զոհաբերում է հանուն ամերիկյան շահի, հանուն ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերի։ Եվ ես վախենամ, որ նրանք գաղտնի ինչ-որ էլի համաձայնությունների մեջ են, որոնց մասին դեռ մենք չգիտենք, եւ այդ ձեր ասած այդ թուրքական կողմին հանձնելու այդ ընթացքը լինելու է ընտրություններից հետո։ Նա ամբողջությամբ ամեն ինչ հանձնվելու է թուրքական կողմին, որը իսկ Թուրքիան Միացյալ Նահանգների ամենաակտիվ գործընկերն է, ինչպես ասում են, աջ թևն է տարածաշրջանում եւ վստահ եմ, որ այդպես է լինելու է, պարոն Բալասանյան։ Իդեպ, այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք եւս, որ դուք ասեցիք, Վենսը ասել է ներդրումների հետ կապված, այսօր առավոտվանից տարբեր անձիկ քաղաքական գործիչներ հերքում էին, որ թարգմանությունը արվել է կեղծ, այսինքն գործ ունենք կեղծիքի հետ, ոչ թե ներդրման մասին է խոսում Վենսը, այլ արտահանման մասին, որ եւ այստեղ կառավարության փաստորեն թարգմանիչը 9 միլիարդ դոլարի այդ պարտքը ներկայացնում են որպես ներդրում։ Դուք պատկերացնեք ոնց են խափում մեր ժողովրդին ընտրություններից առաջ, բայց պարզվում է 9 միլիարդ պարտք է վերցնում այս պետությունը, նորից արտաքին պարտքը շալակում է մեր ժողովուրդը։ Ես այս խայտարակ կեղծիքիներ կխնդրեմ, էլի անդրադառնաք։ Դուք նկատել եք, որ սխալ է թարգմանվել։ Արտահանում, ներմուծում, հա, այս բառերի խաղ է գնացել փաստորեն։ Ես այսօր նայում էի Ներդրում, այո, ասեք խնդրեմ։ Այո, Վենսի խոսքերը, որ ծիտրերով այդպես տալիս էին, եւ սկրին արած էլ կար այդ ամեն ինչը, այնտեղ ամերիկյան ընկերությունները կներկրեն Հայաստան, հնարավորություն կտրվի նրանց ներկրելու 5 միլիարդ դոլարի ապրանք
հետո եկել մի հատ էլ 4 միլիարդ դոլարի ապրանք։ Հա, 9 միլիարդ էլի, Սա հա։ եթե թարգմանիչը, այո, եթե թարգմանիչը ներկրելն ու արտահանելը չի տարբերել, չգիտեմ ինչ կարելի է ասել, բայց նաև այստեղ ես 9 միլիարդին կավելացնեի եւս 1 միլիարդ։ Իսկ Խաղաղության խորհրդի Հայաստանի անդամակցությունը վերջը փողով էր, թե ձրի էր։ Հա, Չէ՞ որ այնտեղ ըստ կանոնադրության 1 միլիարդ դոլար յուրաքանչյուր պետություն պիտի վճարեր։ Հիմա Հայաստանի փոխարեն վճարել են այդ գումարը։ երևի Ով դա է էլ է վճարել եւ արտաքին ինչու։ պարտքի վրա գնացել մեր, էլի, մեր սերունդների ու Ես սերունդների։ չգիտեմ, ոչ միտեղ չի երևում դրա մասին, բայց համենայն դեպս հստակ բարձաբանում էլ չկա, հասկանու՞մ եք, ուր է այդ փողը։ Ըհը, Այսինքն ասում են Հայաստանը հիմնադիր անդամ է, շատ լավ։ Կանոնադրությամբ նշված է, հիմնադիր անդամները 3 տարի ժամկետով են մնում եւ 1 միլիարդ պետք է տան եւ հիմա Հայաստանը տվել է այդ 1 միլիարդը, թե չի տվել։ Թե Հայաստանի փոխարեն ինչ-որ ուրիշ պետություն է տվել այդ փողը։ հա, Սա դե- էլ է, միջազգային էլ է կասկածելի շատ բան, հասկանում եք, շատ ավանտյուրա է սա Թրամփի կողմից, իր համար փակ ակումբ է ստեղծել, որը ամեն ինչով զբաղվելու է։ Ամեն ինչով եւ այստեղ այդ մոլուցքը մեր անընդհատ գնալ այդ ինչ-որ կասկածելի ակումբների մասնակից, ինչ-որ կրոնական ազատությունների ալյանսին միանալ ընդդեմ Չինաստանի, հետո ասել բա մենք չգիտեինք։ Այստեղ էս խաղաղության խորհուրդ, չգիտեմ, Պաղեստինի համար, բայց այնտեղ Պաղեստինի մասին ոչինչ չկա, անգամ այնտեղ Գազայի մասին էլ գրեթե չի հիշատակվում։ Լավ, մենք այս տարբեր տեղերը այն աներես հարևանի պես որտեղ ինչ կա, մենք տենց ցույց տանք, որ մենք էլ ենք իմաստը։ Իմաստը Իմաստը այն է, ես ուզում եմ որ հասկանալ։ դուք չեք տեսնում, որ օտար ուժերի կողմից հստակ ուղղորդվում են այս մարդիկ։ Սրանք հայկական ծրագրեր չեն, էլի հայկական շահերից բխող օրակարգեր չեն, որ իրականացվում են։ Դրա համար իրենք տեղից տեղ են Տեսեք, հատվում, որը բացարձակ հայոց շահերից չի էլի բխում։ Պարոն Բալասանյան, տեսեք, հիմա ձեզ հա, ասեք, կարող են խնդրեմ, հակադարձել, թե այդ որն է հայկական շահը, այդ որ բան եւ այլն։ Ես գիտեմ մի բան, հայկական շահը մեր տարածաշրջանում ամրանալն է, հայկական շահը հյուսիս, հարավ եւ արևելք եռանկյունու մեջ մեզ գտնելն է։ Այլ պարագայում մեզ այլ տարածաշրջաներում շահ չի սպասում, ավելին, այլ տարածաշրջաներում մեզ նաեւ ապագա չի սպասում։ Սա հստակ է պետք գիտակցել եւ սա հստակ է պետք հասկանալ այս ամեն ինչը։ պարոն Բալասանյան, ուզում եմ նաև անդրադառնանք հետևյալին, կա մեծ անհանգստություն, որ Միացյալ Նահանգները, ինչպես Ուկրաինայի պարագայում, Հայաստանում եւս խիստ շահագրգռված է մեր ընդերքի հարստությամբ եւ իրականում տեղի է ունենալու այնինչ նույնը կատարվեց Ուկրաինայի պարագայում, երբ այնտեղ, եթե ես չեմ սխալվում, ինչ-որ մի կազմակերպություն ստեղծեցին, չէ, որը ուղղակիորեն թալանում է այդ պետության ամբողջ ընդերքը։ Հիմա նույն ճակատագիրը կարող է մեզ սպառնալ, դուք տեսնում եք նման վտանգ եւ փաստորեն այստեղ եւս այդ մեծ ախորժակն է սպասարկում։ Եթե ես չեմ սխալվում, այս հարցում միշտ մեծ ցանկություններ, նպատակներ է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիան, չէ՞։ Հիմա դուք ինչ վտանգ եք տեսնում այս հարթության մեջ։ Տեսեք, ես հարցին փորձեմ հարցով պատասխանել, իսկ ձեր կարծիքով մենք ինչով ենք ավելի լավը ուկրաինացիներից, որ չեն փորձելու Հայաստանին դերքնել իրենցով անել։ Ես կարծում եմ ոչ մի բանով։ Եթե պետություն ինքնակամ ասում է, գիտեք, եկեք ներդրում արեք եւ այլն, գնացեք, եկեք, տարեք, բերեք, առեք, ծախեք եւ այլն, եւ միայն թե լինի խաղաղություն, մեզ էլ ինչ տակ, իսկ Հայաստանի 26%-ը մեզ ինչ տակ վիճակն են ըստ էության։ Ինքը գան մեր տարածքում փող աշխատեն, մեզ թշնամացնեն մեր հարևանների հետ, բայց մենք անգամ արժանի չլինենք կեսին դրա 50%-ին այդ շահույթի։ Նույնը լինելու է նաև Սյունիքում ըստ էության։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի շուրջ սկսված այս գործընթացը, որ սկսվեց դեռ 21 թվականից, պետականացնել, պետության մասնաբաժնի ավելացում եւ այլն, ես կարծում եմ, սա պատահական չի արվում։ Տրամպը լսել է, որ Սյունիքում հանքեր կա, ինքը պիտի տիրանա այդ հանքերին, բայց այստեղ Տրամպը հաճելին օգտակարի հետ է։ Իրեն նաև հուշել են, որ պարզվում է Սյունիքը դա Իրանի հետ ցամաքային սահմանն է։ Սա Տրամպի համար գյուտ է եւ Տրամպը իհարկե վազեց օգտվելու այս հնարավորությունից, էական էլ չի, հասկանում եք, ինքը Հայաստանը տեղը գիտի, չգիտի, Հայաստանը որտեղ է գտնվում քարտեզի վրա, Հայաստանա թե Կամբոջա է, թե Ադրբեջան է, ինքը ըստ էության ոչ մի
տարբերություն այդտեղ չի էլ տեսնում։ Ինքը կարևորը որ 3 օրում կանգնեցրել է կռիվը 30 տարվա։ Դա է կարևորը, թե չէ ինչ կլինի հետո ոնց կլինի։ Գիտեք 99 տարի հետո գումարած 50 տարի սա անգամ մերձավոր դաշնակիցները իրար հետ նման պայմանագիր չեն ստորագրում։ 150 տարվա պայմանագիր, անգամ նորից եմ ասում, մերձավորագույն դաշնակիցներ անգամ իրար հետ չեն ստորագրում։ Տելուր մնաց Միացյալ Նահանգներ, տեսեք դուք պատկերացեք քաշային կատեգորիաները։ Լավ, Ուղղակի 149 տարով ներկայացված են լինելու այդքան բան։ Պարոն Բալասանյան, փորձենք նաև ամփոփել հիմա լավ, մենք ինչ շահեցինք այսքան ուռճացված այս հայտարարություններից, այսքան խոսակցությունից, հայ-ամերիկյան, անվտանգային առումով էլ ինչ որ բան մենք շահում ենք, թե ոչ, դրոնների մասին են խոսում իդեպ, եւ ես այսօր լսեցի վերլուծաբաններից մեկից, որ դա էլ հետախուզական ինչ որ նպատակներով Հայաստան բերվող սարքեր են լինելու, զուտ հետախուզական, ոչ մի Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից որևէ նշանակություն դրանք չունեն։ Դուք ինչ կասեք այս մասին։ Գիտեք, նման բարդ սարքերը հետախուզական նշանակություն ունեցող դրոնները սովորաբար պահանջում են համապատասխան մասնագիտական որակավորում։ Մեր հայ մասնագետները, ես չեմ կարծում, ունեն դեռևս այդ որակավորումը։ Նշանակում է այդ դրոնները պիտի շահագործեն ամերիկացի մասնագետները, որպեսզի սովորեցնեն հայերին։ Իսկ այդ ժամանակ այդ դրոնները ունեն մի քանի 100 կիլոմետր խորությամբ նկարելու հնարավորություն։ Մեր դրոնները, որ թռցրեցին, չգիտեմ, Սյունիքի հատվածով ողջ Իրանի հյուսիս-արևմուտքն ու հյուսիս-արևելքը նկարեցին։ Իրանն էլ մի հատ հարմարեցրեց, գցեց այդ դրոններից ու ասեց Հայաստանից են դրել, Հայաստանի գնված դրոններն են սրանք եւ այդ թվերն էլ եւ այլն կոդերն էլ Հայաստանի օրինակ զինված ուժերի մոտ գրանցված դրոններն են։ Դա ինչ ենք մենք անելու։ Մենք այսօր հետախուզական դրոն գնելու ըստ էության պահանջարկել չունենք։ Եթե խաղաղություն է, մենք ինչն ենք հետախուզում։ Ում ենք հետախուզում։ Դե հասկանալի է, Սա էլ է հարց։ Իսկ արդյոք շղարշ չի բերել ներկրել դրանք, ներկրել Հայաստան, Հայաստանի անվան տակ եւ հետո օգտագործել ըստ իրենց ցանկության։ Այո, այստեղ էլ նորից իրենց քաղաքական շահերի սպասարկման հետ գործ ունենք, եթե ընդհանուր հասկանում ենք հետևյալը, բավարարվել է ադրբեջանա-թուրքական տանդեմի ցանկությունը, ասացինք ատոմակայանի հետ կապված է, միջանցքի հետ կապված, որտեղ անխոչնդոտ միջանցքի մասին է խոսքը, չէ՞։ Հանքարդյունաբերությունը օգտագործելու են իրենք, Հայաստանի տարածքը օգտագործելու են Իրանի դեմ անհրաժեշտ դեպքում գործողություններ անելու համար, հետախուզությունից սկսած մինչև գուցե եւ պատերազմական, այսինքն որն է հիմա հարց է առաջանում։ Այդ 9 միլիարդն էլ պարզվեց պարտք է, դրվելու է մեր արտաքին պարտքին է ավելանալու, ոչ թե ներդրում։ Հիմա ինչ է շահում այս ամեն, որն է հայկական շահը այստեղ։ Գտել եք դուք գոնե մեկ կետ, որը բխում է հայոց շահերից։ Չկա։ Անկեղծ ասած, չկա։ Չեմ ուզում դա այսպես բան լինել, հա, հորետես լինել։ Շատ ուրախ կլինեմ, որպեսզի մենք տեսնենք իրականում հայկական խաղում։ Այո, բայց իրատես եթե լինենք, ես այս ամենից այսպես լավ բան չեմ սպասում։ Պարոն Բալասանյան, լավ, եւ ամփոփել կուզեմ հետեւյալով, իդեպ դուք ինչ կարծիք եք, այնտեղ որևէ բանի կհասնենք մենք գերիների հետ կապված, այստեղ բողոքի ակցիաներ եղան, երբ Վենսը գալիս էր նախագահական ճանապարհին ակցիաներ էին լինում, նրանց հիշեցնում էին ռազմական մեր ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկված լինելու մասին Բաքվում։ Միաժամանակ ձեր ասած Հայաստան խմբակցությունն էլ, եթե չեմ սխալվում, հենց իր այդ հայտարարության մեջ հիշատակում է նաև ներքին բանտարկյալների մասին, թե արտաքին գերիների, թե Բաքվի, թե Երևանի բանտերում մեր սրբազանների, մեր քաղաքական գործիչների, այսինքն այլախոհների բանտարկված լինելու մասին։ Ինչ է կարծում, Վենսը ինչ չափով այս հարցում օգտակար կլինի, մասնավորաբար օրինակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կամ ասվում է Վենսը քրիստոնեական այսպես կերպարով էությամբ մարդ է, հա, հոգևոր։
հիմա ինչ որ բան կարող ենք ակնկալել եկեղեցու հետ կապված։ Դրանք են ակնկալիքներն են, որ փորձում ենք գոնե ունենալ, որովհետև մենք արդեն տեսնում ենք գլոբալ առումով ոչ մի դրական բան չկա իր գալը, մասնավորաբար անվտանգության տեսանկյունից, բայց գոնե այդ հարցերում կլինի ինչ որ ակնկալիք կարող ենք ունենալ։ Ռազմագերիների հետ կապված ես չունեմ այդ ակնկալիքը, քանզի Վենսը չի հասցեատերը։ Այո։ Օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահից Հայաստանի ղեկավարը նստած էր ընդամենը կես մետր հեռավորության վրա։ Եվ եթե Հայաստանի ղեկավարը չի բարձրացրել ռազմագերիների վերադարձի հարցը, Վենսը ինչու պիտի զբաղվի դրանով։ Տրամաբանություն չկա։ Եվ դա մեծաշոր Վենսի գործն էլ չի։ Իսկ ինչ վերաբերվում է, որ Վենսը կաթոլիկ է, քրիստոնյա են, քրիստոնեական խոհեմություն, խոհանարություն եւ այլն, գիտեք, Վենսը այո կաթոլիկ է, չունեմ ասելու։ Բայց արդյոք կաթոլիկ աշխարհը կաջակցի այն հայտարարությանը, որ կանի Վենսը, ես մի փոքր կասկածում եմ։ Իսկ արդյոք այն ամեն ինչը, որ կատարվում է մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ, եւ առապես առհասարակ արևելյան ուղղափառ եկեղեցիների շուրջ, այստեղ չունի որևէ դերակատարում Վատիկանը։ Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում։ Հետևաբար Վենսը ինչպիսի դիրքորոշում էլ որ հայտնի, դա կլինի միայն եւ միայն Վենսի դիրքորոշումը։ Բայց նորից եմ ասում, արդյոք այս դիրքորոշումը կհամապատասխանի Վատիկանի դիրքորոշմանը։ Չեմ կարծում։ Մենք չանդրադարձանք ռուսական արձագանքներին, Պարոն Բալասանյան, ես այստեղ մեկ-երկու գրառում էի արել հիշեցման համար, Ուկրաինայի ճանապարհով գնալու հետ կապված, օրինակ հնչեցրել է նման կարծիք ռուսական քաղաքական վերլուծաբաններից Դուչակը, հա, այնտեղ Ալեքսանդր Դուչակը փորձագետ, մենք նաև լսեցինք այսօր փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի խոսքը, որտեղ նա խոսել է Թրամփի հետ կապված, Թրամփի ավելի ճիշտ նախագծի կամ այդ ուղու հետ կապված եւ նկատել է, որ կարող է Ռուսաստանը եւս օգտվել, բայց այստեղից մենք լսեցինք ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանի խոսքը, որ պարտադիր չի, որ Թրամփի ուղում իր տեղը տեսնի Ռուսաստանը, ես բառացի չեմ ասում, միտքներ, որ ուրիշ ճանապարհներ էլ կան, այդ Թրամփի ուղին ամերիկյանն է։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը այստեղից այդ ճանապարհի հետ կապված ցանկություններ չունենակ, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ Գալուզինը ինքը հիշեցրել էր, որ 32 թվականը մինչև Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարում է ռուսական երկաթուղիների դուստր ընկերության կողմից։ Եվ նաև հիշեցրել էր Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության մասին։ Դուք ինչ եք կարծում այս հայ-ամերիկյան այս անհասկանալի ջերմության ֆոնին, նրանց ակտիվ ներգրավվածությանը մեր արտաքին անվտանգային քաղաքականության մեջ, անվտանգային դաշտում, տնտեսության մեջ, որը ամբողջությամբ չէ համագործակցել են տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ Հայաստանը եւ Ռուսաստանը, ուղղակիորեն զավթվում է Միացյալ Նահանգների կողմից։ Դուք ինչպես եք տեսնում Ռուսաստանի արձագանքը կամ գործողություն քայլեր, ինչ որ բան տեսնում եք, Ռուսաստանը կարծես ընդհանրապես մոռացել է Հայաստանին, հասկանում ենք տարված է իր ներքին խնդիրներով, իր արտաքին Ուկրաինայի հետ կապված, բայց այսչափ մոռանալ արդյոք դա իր համար նաև վտանգավոր չէ, էլի քարտեզը նայում ենք, տեսնում ենք որքանով կարող է դա վտանգավոր լինել հենց նույն Ռուսաստանի համար, ինչ կասեք։ Գիտեք, ինչ վերաբերում է Գալուզին Ալեն Սիմոնյան հերավար այս հակամարտությանը, որ սկսվեց երեք երկաթգծի հետ կապված, այո, Գալուզինի հիշատակումը մի բան է ասում, մենք չենք կառուցելու երկաթգիծը Նախիջևանի հատվածում, դե գնացեք Տրամփի ուղի զարգացրեք, ոնց եք զարգացնելու, չենք կառուցելու, դուստը ձեռնարկությունն էլ մերն է, 32 թիվը մինչև մերն է, ինչ պիտի անեք։ Եթե հայ էլեկտրական ցանցերի սեփականատերը անհատեր, ապա այստեղ պետական կորպորացիա է, ինչ պիտի անենք։ Ինչ, պետականացնելու է, լուրջ մտածում են, որ կարող Հարավկովկասյան երկաթուղին ստիպեն երկաթգիծ կառուցել, բնավ, չի արվելու դա։ Ես նաև համաձայն չեմ, գիտեք, որ Ռուսաստանը մոռացության է մատնել եւ այլն։ Իրենք ուղղակի կարծում եմ իրենց քաղաքականությունը, դեք 300 տարի իրենց քաղաքականությունը չի փոխվել։ Իրենք միշտ գալիս են վերջում
եւ իրենք միշտ վերջում շատ ավելի մեծ կորուստների գնով են վերականգնում իրենց այսպես ազդեցությունը աշխարհի տարբեր հատվածներում։ 1920 թվականին նույն ամերիկացիները եւ բրիտանացիները մեզ համոզում էին, որ գիտեք, մենք ունենք խնդրեմ ռուսների հետ եւ հանուն մեզ դուք պիտի գժտվեք նրանց հետ, բայց պիտի բարիշեք թուրքերի հետ, որովհետեւ այդպես է պետք մեզ։ Եվ հետո տեսանք, թե 1920 թվականին ուր կորան եւ ամերիկացիները եւ բրիտանացիները մեզ տանելով, այսպես տեղավորելով թուրքերի երախում եւ հետո իրենք այսպես շատ հանգիստ անհատացան։ Բայց եթե այն ժամանակ միայն Ռուսաստանն էր, այսօր արդեն Իրանն է նաեւ։ Մենք Իրանի հետ գնում ենք շատ վատ ճանապարհով հարաբերությունների զարգացման։ Սա լավ տեղ չի տանելու։ Եվ առաջի անգամ Իրանի դեսպանի մակարդակով մտահոգությունը հայտնվում, որ Հայաստանը հնարավոր է դառնա հակաիրանական, այսպես կենտրոններից մեկը տարածաշրջանում, սա խայտարակություն է, երբեք նման բան չի եղել։ Սա սերունդների առաջ մենք մեծ մեղք ենք գործում, որը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ մեզ բոլորիս համար։ Ռուսաստանի հետ կապված, այո, աշխարհաքաղաքական վիճակը բավականին լարված է եւ այսօր արդեն Ռուսաստանին արտգործնախարար Լավրովը ուղիղ կերպով խոսում է Եվրոպական միության ՆԱՏՕ-ի հետ հնարավոր պատերազմի մասին։ Եվ անգամ սպառում է, որ եթե Ուկրաինայի հետ կապված այնտեղ մենք որոշակի ձեռքերի ազատություն չեն կարող մեզ թույլ տալ, հաշվի առնելով խաղաղ բնակչություն, հաշվի առնելով ազգակցական կապեր, հաշվի առնելով տարբեր պատճառներ, ապա Եվրոպայի հետ կապված մենք այդ զսպվածությունը չունենք։ Թե ինչ է լինելու, դեռ ոչ ոք չգիտի։ Բայց հիմա մի բան ակնհայտ է, որ Եվրոպական միության հետ արդեն որևէ հույս կապել մենք չենք կարող, որովհետև մեկը լինի Եվրոպային փրկի։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, մենք դեռ կտեսնենք Միացյալ Նահանգների քաղաքականությունը, մենք դեռ կտեսնենք Մերձավոր Արևելքում ով կհաղթի, ամերիկյան արծիվը թե իրանական առյուծը։ Ամենայն դեպս երկու կողմերն էլ պատրաստվում են եւ երկու կողմերն էլ շատ դուրս զինվում են։ Բայց իրանական առյուծը ունի շատ մեծ առավելություն։ Իրանական առյուծին միաժամանակ օժանդակություն են ցույց տալիս եւ չինական ուրեմն դրակոնը եւ ռուսական արջը։ Միացյալ Նահանգները տարածաշրջանում Իսրայելից բացի չունի որևէ աջակցություն եւ որևէ գործնական աջակցություն։ Հետևաբար դեռ հայտնի չի թե իրավիճակը ինչպես կզարգանա, կլինի թրիփ, չի լինի թրիփ, ինչպիսի կլինի առհասարակ վիճակը, դրա մասին խոսելու ցանկություն կլինի թե ոչ, բայց մի բան պետք է հստակ ֆիքսենք։ Պետք չէ առաջանցիկ տեմպերով փորձել փչացնել բոլորի հետ հարաբերությունները հանուն Միացյալ Նահանգների հետ պայծառ ապագայի։ Քանզի ես ինչպես արդեն ասացի, Միացյալ Նահանգների մասին բավականին շատ խոսել են հենց Միացյալ Նահանգների պաշտոնյաները։ Հետևաբար մի հատ ուղղակի պետք է պատմություն բացել կարդալ, քանզի պատմությունն ի տարբերություն այլ գիտությունների ինքը շատ ճշգրիտ է, քանի որ ինքը ուղիղ 100 տարին մեկ անգամ ցավոք սրտի կրկնվում։ Այո, ճիշտ եք ասում, պարոն Բալասանյան, բայց մենք ցավալիորեն մեր պատմությունից դասեր չենք քաղում։ Սպասենք, թե զարգացումները ինչպիսին կլինեն, որովհետև Վենսը մեկնել է նաև Ադրբեջան, իսկ Ադրբեջանից արդեն նամակ է հղվել նրան, որ ճանաչի Արևմտյան Ադրբեջան կոչված այդ իբր Ադրբեջանը հերիք չէ արեստացին պետություն է, մի հատ էլ հերթական երկրորդ արեստացին այդ կեղծ ծրագիրն են մեջտեղ բերել, ինչը ուղղակիորեն Արևմտյան Ադրբեջան ասված ուղղակիորեն Հայաստանի տարածքի մասին է խոսքը։ Հիմա եթե Միացյալ Նահանգները իրապես գալիս է այստեղ խաղաղություն հաստատելու եւ իսկապես ազնիվ է իր հայտարարությունների մեջ Թրամփը եւ իր վարչախումբը, կնշանակի մենք պետք է տեսնենք հստակ, թե նրանք ուղղակի սպասարկելու են Ադրբեջանի շահերը եւ այդպես էլ նաեւ ակնարկ արվեց այն առումով, որ իրենք շատ կարեւորում են Ադրբեջանի դերը։ Իդեպ, երբ այստեղ Վենսը գնացել էր Ծիծեռնակաբերդ, բարձունքը բարձրանալուց հետո եւ լրագրողների հետ զրույցից հետո ակնարկել էր, որ նման համապատասխան վայր էլ ինքը այցելելու է Ադրբեջանում։ Այսինքն այսպես փորձում են բալանսավորել, հա, մենք երևի կտեսնենք այնտեղ ուր կլինի նա։ Խոսքի սկզբում այդ մասին ասեցի։ Այո, Այսին խոսքի սկզբում այդ մասին ասեցի, որ շահիդների հետ այսպես կոչված շահիդների տուրակել է գնալու։ այո։ Եկեք մեկնենք ֆիքսենք մի բան։ Վենսը չի պաշտպանելու հայկական սյունիքը արևմտյան ադրբեջանացումից։
Ալիևը շատ լավ գիտի Թրամփի բնույթը։ Թրամփը շատ է սիրում նավթ, Թրամփը շատ է սիրում փող։ Ես չեմ բացառում, որ Արևմտյան Ադրբեջանը այսպես կոչված այդ արեստացին եզրույթը ճանաչելու կամ գոնե դրա մասին չխոսելու գինը կարող է լինել ամերիկյան նավթային օրինակ Շևրոնին 10% ավել բաժնեմաս տրամադրել Ադրբեջանի նավթային ընկերությունում։ Թրամփը շատ է սիրում նավթ։ Վենեսուելա ինքը նավթի համար մտավ, Կանադայի Ալբերտա նահանգի հետ առանձին բանակցում է, որպեսզի Ալբերտան դուրս գա Կանադայից Միացյալ Նահանգներին, քանի որ Ալբերտայում հսկայական նավթի պաշարներ կան։ Գրենլանդիայում հսկայական նավթի պաշարներ կան։ Այդ մարդը նավթ է սիրում։ Եվ ինչպես ժամանակին Սադամ Հուսեյնն էր ասում, ով ուզում է տիրել աշխարհին, նա պիտի կարողանա հսկողություն ունենալ նավթի վրա։ Եվ եթե նավթի վրա ունես հսկողություն, ուրեմն դու կարող ես քեզ համարել աշխարհի տերը։ Թրամփը շատ ուշադիր է լսել Սադամ Հուսեյնի խոսքերը եւ հիմա նա այդ ճանապարհով է շարժվում։ Իսկ Ադրբեջանը ցավոք սրտի առաջարկելու շատ բան ունի Միացյալ Նահանգներին, որպեսզի Միացյալ Նահանգները աչք փակի այն բոլոր ապօրինությունների վրա, որ ապագայում էլ իրեն թույլ է տալու Ադրբեջանը, այս անգամ նաեւ այսպես կոչված թրիպի շրջանակներում։ Ավարտենք, պարոն Պալասանյան, հետևյալ ձևակերպումը կուզեմ անել եւ դրանով նաեւ դուք ամփոփեք եւ ավարտենք։ Փաստորեն կարելի է ասել, որ Վենսի այցից Հայաստան շահեց մեկ անձ եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է, ում փաստորեն քարոզարշավի այս ընթացքում, նախընտրական այս ընթացքում մենք տեսանք մեծ պաշտոնյայի Միացյալ Նահանգների փոխնախագահի ակնհայտ օժանդակությունը եւ դա նշանակում է Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է ընտրությունների նախաշեմին Միացյալ Նահանգները, դրա հետ միասին Թուրքիան, դրա հետ միասին Ադրբեջանը եւ այսպես հայ այդ բլոկի պետությունները, այսինքն մեկ մարդ շահեց այս այցից ի հաշիվ հայոց պետականության շահերի, հայոց պետականության։ Ավարտենք եւ եզրափակենք, խնդրեմ ձեր եզրափակիչ խոսքը, պարոն Բալասանյան, եւ ավարտենք, խնդրեմ։ Ես կարծում եմ մենք պետք է մի բան ֆիքսենք, որ նախընտրացված է։ Եվ եթե նախկինում նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր աստղեր էին հրավիրում համերգներով հանդես գալ, հիմա կարգը փոխվել է, հիմա քաղաքական գործիչների այցեր են կազմակերպվում, որպեսզի նրանք գան եւ անուղղակի իրենց աջակցությունը հայտնեն։ Ուղղակի դուք հստակ նշեցիք այն երկրների ցանկը, որոնք այսօր կանգնած են Միացյալ Նահանգների հետ միասին եւ բոլորի շահերը համընկնում է այստեղ։ Հետևաբար ես կարծում եմ մեր ժողովրդի համար սա նաեւ պիտի լինի ազդակ, հստակ եւ գնահատական տալու, դիրքորոշում հայտնելու եւ նաեւ դիրքորոշում հայտնելու այն քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր ամեն օր փրփուրը բերանին գովերքում են Միացյալ Նահանգների քաղաքականությունը մեր տարածաշրջանում, սևացնելով մեր դաշնակցին եւ փորձ են անում հույս ներշնչել մեր ժողովրդին, որ հեսա կգան հերավոր օկիանոսից կողմ շատ բարի եւ կարեւոր ժողովուրդ եւ հայազգը կփրկվի եւ կապվի լիության, առատության, խաղաղության եւ հարստության մեջ։ Սա է խնդիրը, ես կարծում եմ սրանից ոչ թե պետք է վախենալ, այլ սա մարտահրավեր է ըստ էության մեր բոլոր քաղաքական ուժերի համար։ Ես մի անգամ էլ եմ ասել, քաղաքական ուժերը ժամանակն է արդեն, որպես իրենց հստակ դիրքորոշումները հայտնեն արևմուտքի նկատմամբ։ Արևմուտքը, իդեմս Եվրոպական միության Միացյալ Նահանգների, հստակ քաղաքական գիծ է որդեգրել եւ հստակ աջակցում է քաղաքական ուժերից առնվազն գոնե մեկին։ Եվ այս պարագայում արևմուտքի հետ հույս կապել, սա նվազագույնը այդքան էլ ճիշտ չէ ընտրություններից առաջ եւ հիմա ժամանակն է արդեն հստակ քաղաքական գնահատական տալ եւ դիրքորոշում հայտնել արևմուտքի հետ մեր հարաբերությունների ապագայի հետ կապված։ Շնորհակալ եմ, պարոն Բալասանյան, ինձ մնում է վերհիշեցնել իմ հեռուստադիտողներին, որ հեռավար կապով ես զրուցում էի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար։ Տեսություն ձեզ։